Այսօր հունիսի 29-ն է, օրը շաբաթ 2024 թվական։ Մի կարճ պատգամը Տերը դրել իմ սրտին և ցանկացա այս պատգամը ձայնագրել, որովհետև այս պատգամը լսելուց հետո շատերը տեսնելու են իրենց այս պատգամի մեջ այն տեսարանը, այն պահը, որ եղել է Հակոբի կյանքում, ամեն մեկը տեսնելու է ինքը իրեն, որտև Տերը հենց այս պահին մի ժամ առաջ այդպես խորհում էի այս թեմայի վերաբերյալ, ինձ սրտից դրել էր Ծննդոց 31-րդ գլուխ 13 խոսքից, երբ որ Հակոբը երազա տեսնում, ես եմ Բեթելի Աստվածը, որ այնտեղ արձան օծեցիր և ինձ այնտեղ ուխտ տարիր, հիմա վեր կաց գնա այս երկրիցը և քո ծննդյան երկիրը դարձիր։ Հակոբի մասին էլ եմ խոսել ավելի երկար, բայց այսօր ավելի համառոտ, երբ որ Հակոբը փախել էր Եսավից, երկար տարիներ ինքը այդտեղ ծառայում էր Լաբանին, ամուսնացավ, երեխաներ և այլն, և գալիս է ժամանակը, որ Աստված ասում է արդեն ժամանակը հասել է, դու պիտի ուրեմն այստեղից գնաս քո երկիրը, և երազով հրեշտակը խոսում է, ես եմ Բեթելի Աստվածը, որ այնտեղ արձան օծեցիր և ինձ այնտեղ ուխտ տարիր, հիմա վեր կաց գնա այս երկրիցը և քո ծննդյան երկիրը դարձիր։ Եվ Հակոբը արթնանում է և հասկանում է, որ դա Աստված էր իրան այդպիսի պատվեր տալիս և առանց Լաբանին զգուշացնելու հավաքում է իր կանանց, երեխեքին, իր ահոտերը, այդ ամեն ինչը և ճանապարհ է ընկնում առանց զգուշացնելու։ Եվ այստեղ արդեն կարդում ենք 32-րդ գլխի մեջ, երբ որ Հակոբին ասեցին, որ քո եղբայր Եսավը գալիս է քեզ ընդառաջ, պատգամավորները հետ դարձան Հակոբի մոտ և ասեցին, քո եղբայր Եսավի մոտ գնացինք և նա էլ 400 մարդով գալիս է քեզ դիմավորելու։ Եվ Հակոբը շատ վախեց և շփոթվեցավ և իր հետ եղած ժողովուրդը և հոտերը և արջառները, մի խոսքով այստեղ էլ չեմ կարդում, և Հակոբը շատ վախեց և շփոթվեցավ, մեծ բաներից չեմ խոսելու եմ ուրեմն այս համարի վերաբերյալ։ Նոր մի քիչ առաջ ինչ էինք կարդում, որ Հակոբը երազի մեջ ուրեմն հրաման առավ, որ հետառնա իր երկիրը, որովհետև արդեն ժամանակը լրացել էր, բայց այստեղ երբ որ իրան լուր բերեցին, որ քո եղբայր Եսավը, այդ պատգամավորները եկան և ասեցին 400 մարդով գալիս է քեզ դիմավորելու, Հակոբը շատ վախեցավ և շփոթվեցավ։ Հիմա ինչ է քարոզիս բուն նյութը, նպատակը, երբ որ մարդու կյանքում Աստված բացում է ճշմարտության ճանապարհը, Աստված մի հատ ճանապարհ է ցույց տալի, դա կլինի տարբեր պարագաներ, անձնականից սկսած մինչև հոգևոր, տարբեր հարցերով Տերը ասում է, այս ինչը սենց պիտի լինի, այս ինչը սենց է, սենց պիտի անես, և դու կատարում ես Աստծո կամքը և քո կյանքում ուրեմն լրիվ մի հատ հակառակ ռեակցիան է գնում, կամ թեկուզ մարդը գալիս է Աստծո ճանապարհը, ինքը գիտի, որ Տերն է առաջնորդել, ինքը պիտի գնա այս ճանապարհով, և ամեն ինչ այս մարդու
կյանքում խառնվում է իրար։ Հակոբ ասմա տագնապեց, շատ վախեցավ եւ տագնապեց։ Եվ այստեղից ուրեմն սատանան շատ օգտվում է, շատ ուժեղ օգտվում է սատանան եւ մտքեր է բերում մարդուն։ Իսկ գուցե սխալ էր այն ճանապարհը, որ դու գնացիր։ Հիմա Հակոբը ընդամենը երազ էր, չէ՞ տեսել, կարար մտածեր Տեր Աստված, իսկ կարող է այս երազը քեզնից չէր, բա որ դու ինձ ասա, ինչի սենց սա խառնվեց իրար, ես ուրիշ բանի էի սպասում, բայց իրավիճակները լրիվ ուրեմն հակառակ բան ցույց տվեցին։ Եվ ինչ եք կարծում, սատանան Հակոբին չէր բերել այս մտքերը, շատ լավ բերում է, ինքը երբեք առիթը բաց չի թողում, այսինքն այն ճանապարհը, այն ուղին, որով Աստված քեզ դրել է, այն ուղին, որ ցույց է տալի, որ որդիս սենց պիտի գնաս, սենց պիտի անես, եւ ընթացքում ամեն բան խառնվում է իրար, եւ մարդը այստեղ ինչ է արել, Հակոբ ասում է շփոթվեց, շատ վախեցավ եւ շփոթվեց, եւ սատանան բերում է այդ վախերը, տարբեր տեսակի վախեր, եւ մարդը սկսում է մտածել, ես եկա հավատքի, երեխես հիվանդացավ, մարդս կատաղեց, ինձ չի սիրում, ուզում է բաժանվի, ընտանիքիս անդամները ինձ թշնամացան, կարող է էսի սխալ ճանապարհ էր, կարող է ես սխալ բան արեցի, կարող է մի բան սխալ եմ արել, սիրելի հոգի, ուզում եմ ասել քեզ մի բան, ուղղակի հանգստություն պահիր, դու հենց այն ճանապարհի վրա ես, որով պարտավոր ես ընթանալու, հենց այն ուղու վրա ես, որով պիտի գնաս, ուղղակի սատանան այստեղ առիթից օգտվելով բերում է այս վախերը, բերում է այս մտքերը, իրավիճակները լրիվ խառնում է իրար, որպեսզի դու սկսես կասկածել այն ճանապարհի ուրեմն վրա, ինչի վրա որ դրել է քեզ Տերը, սկսում ես մտածել, կասկածել, արդյոք ճիշտ էր, արդյոք սենց պիտի լիներ, բայց ինձ ախր Աստված ասեց սենց, բայց նայում ես ինչի ամեն ինչ խառնվեց իրար, Հակոբը ուժեղ շփոթվեց եւ շատ վախեցավ։ Եվ սատանան բերում է, որպեսզի դու մտածես, գուցե դու սխալ ճանապարհի վրա ես, գուցե դու սխալ քայլ ես արել, այս բանը որ քեզ ասեց, կարող է Աստված չասեց, սկսես ընկնել մտքերի մեջ, դուք պատկերացրեք Հակոբի վիճակը, որ Հակոբը հետ դառնար, սկսեր ընկնել մտքերի մեջ, բայց Հակոբը լավ գիտեր Տիրոջ ձայնը, Հակոբը լավ էր ճանաչում այն Բեթելի Աստծուն, որին ինքը ուխտարեց։ Եվ դրա համար թեպետ ինքը շփոթվեց, տագնապեց, վախեցավ, բայց եկավ մի հատ պարագա, որ ինքը կյանքում մնաց մենակ, եւ այդ մենակ լինելը նպաստեց ավելի, որպեսզի ինքը ուրեմն հանդիպի Աստծուն իր կյանքում եւ ինքը մենամարտեց Աստծո հետ եւ Աստված փոխեց իր անունը, այսուհետեւ ասեց քեզ Հակոբ չեն ասի, այլ Իսրայել։ Դրա համար փոքրիկ էս պատգամը դրվեց սրտիս, որտեվ ես համոզված եմ, որ Աստծո ժողովրդի մոտ շատ է լինում նման պարագաներ, Աստված ինչ որ մի հարցի վերաբերյալ հայտնություն է տալի, օրինակի համար պարագաները լրիվ խառնվում է իրար, ամեն բան խառնվում է իրար, 170 աստիճան սենց շրջվում է, մարդ մտածում է, Տեր էս ինչ էր, բայց չէ որ ես հավատում էի, բա լավ, բա այս պահը, բա ոնց կարող է սխալ էր, կարող է սատանայից էր, կարող է այս հայտնությունը քեզնից չէր, կարող է այս երազը սխալ էր, կարող է եւ սատանան բերում է այդ շփոթությունը եւ այդ վախերը եւ այդ տագնապները, որպեսզի դու հետ դառնաս այն ճանապարհից, որը որ ընտրել ես, հետ գնաս այն ճանապարհից, այն մտքից, որով որ դու պարտավոր ես, բայց դու առաջ գնա արիական եւ վստահ իմանալով, որ Տերն է քեզ դրել այդ ճանապարհին, Տերն է քեզ առաջնորդել, Տերը ասում է գնա առաջ, մի նայիր ոչ մի բանին, այնտեղ Լաբանն է կատաղել, Տերը երազով ցույց տվեց Լաբանի հետ, խոսած ասեց Հակոբի հետ ոչ լավ ոչ վատ կխոսես, Լաբանի հարցերը այնտեղ լուծվեց, խելոք ամեն բան։
իր տեղը գծվեց Եսավի հետ, հանդիպեցին, գրկախառնվեցին, ոչ մի բան, բայց քանի դեռ դու չես մոտեցել այդ կետին, սատանան բերում ասենց ճոխացնում ավա, հեսա Եսավը 400 մարդ առել է, եկել է, շփոթվավ, կանանց ծառաներին բաժանեց երկու խմբի, ասма եթե հանկարծ այս խմբին զարկի գոնե են մի խումբը ազատվի, այսպես մարդը սկսում է մարդկայնորեն բաներ անել, շփոթված, բայց ինչի համար Եսավ ընդամենը գալիս էր քեզ դիմավորելու, այդքան տարիների ընթացքում ուրեմն անցել էր այդ ատելությունը, Տերը Եսավի սրտի հետ էր գործարել եւ ինքը հասկանում էր, որ Հակոբ իր եղբայրն է եւ Տերը փոխել էր իր սիրտը եւ ընդամենը գալիս էր ուրեմն իրան դիմավորելու եղբայրական ձևով, բայց քանի այդ կետին չէր հասել Հակոբը, սատանան այդ ամեն ինչ իր աչքին այսպես ճոխացնում էր, բարդացնում էր, որ հիմա Եսավը ատելությունով ուրեմն հիշել է այդ հին բաները եւ ինքը կգա եւ կզարկի եւ կսպանի եւ գոնե մի խումբը ազատվի, գոնե այն մի խումբը, բայց Աստված ասում է Հակոբ ինչի ես խառնվել իրար, ես քո Աստվածն եմ, ես քեզ ասել եմ դուրս արի եւ գնա քո երկիրը, ինչի ես խառնվել իրար, ինչի ես մարդկային բաներ անում, այն Աստվածը որ քեզ փրկեց, արդյոք հիմա իզորու չի փրկելու, եւ այսպես սատանան միշտ բերում է մտքերը եւ ավելի ուժեղացնում է եւ իրավիճակները եւ պարագաները, որպեսի մարդը սկսի կասկածել իր բռնած ճանապարհի վրա, արդյոք ճիշտ էր այս ճանապարհը, արդյոք սա Աստծո ճանապարհն էր, կարող է սխալ բան արեցի, կարող է ես պիտի թողեմ, ոչ, դու առաջ գնա քո ճանապարհով, ամեն բան ընթանում է ճիշտ այնպես ինչպես պիտի լինի, մի վախեցիր եւ մի վհատվիր, առաջ գնա, մարգարեության մեջ ասում է ես որ հղիություն եմ շնորհում, չէ, ես որ բերում եմ այդ ծնանելու կետին, արդյոք ծնել չեմ տա, ես որ այդ ամեն ինչը այսպես ասած կազմակերպում եմ հղիությունից սկսած բերում եմ մինչև ծնելու կետին, արդյոք ծնել չեմ տա, հիմա Տեր ասում է, եթե քո կյանքում պարագաներ կան, որ դու գիտես 100% որ էսի Տերն է ասել, էսի Տիրոջ ձեռքն է առաջնորդում, այս հարցը սենց պիտի լուծվի, Աստված ասել է սենց, եւ դու տեսնում ես, որ 180 աստիճան պարագաները մարդիկ փոխվեցին, ամեն բան այսպես շրջվեց գլխի վար եւ դու սկսում ես մտածել եւ այդտեղ սատանան ինքը քնած չի, ինքը հենց այդ պահին լավ օգտվում է, որպեսի մարդուն մտքեր բերի, մարդուն հեռացնի Աստծուց, բա որ Աստված կար, բա ուրա քո Աստվածը, բա ինչի ասենց, բա ինչի անենց, կարող է այս երազը Տիրոջից չէր, կարող է այս հայտնությունը Տիրոջից չէր, բա որ Տիրոջից էր, ինչի սենց, բա որ բայց Տերը ասում է հանգստություն պահի, ես քեզ առաջնորդում եմ այն ճանապարհով, որով որ պիտի գնաս, եւ ես քեզ տանելու եմ եւ հասցնելու եմ այն կետին, ինչը որ դեռ սկզբից խոսել էի, ուղղակի էդի փորձությունը էդի տես պիտի անցներ Հակոբը, պիտի գար այդ պարագան, որ ինքը մնար լրիվ մենակ եւ այդ ամենաօրհնյալ պահը, որ ինքը պիտի հանդիպում ունենար Տիրոջ հետ, այդ տագնապած ժամանակ, այդ շփոթված ժամանակ, որ թվում էր իրան վերջ, հեսա մահանալու է, հեսա սենց, հեսա նենց, Տերը ասում է, ինչի ես շփոթվել, ես ուզում եմ քեզ հետ հանդիպել, ես քո հետ հանդիպում ունեմ, ես թույլ եմ տվել պարագաները, թույլ եմ տվել, որ բոլորը քեզ թողեն, որ դու մնաս մենակ, որ դու շփոթված, որ դու հասկանաս ես եմ քո հույսը, ես եմ քո հարցերի լուծումը, իմ մոտ է պատասխանը, երբեք ոչ մեկի վրա հույսը չդնես, այս ինչը կօգնի ինձ, այն ինչը կօգնի, այս եղբայրը, այն քուրիկը, այն մարգարեն, ոչ կարճիր Տիրոջից, քո հարցի լուծումը պիտի Տերը տա, քո խնդիրը պիտի ինքը լուծի, իր հրաշագործ ձեռքով, հույսդ մի դիր այս եղբոր վրա, այն քույրիկի վրա, զանգենք այս մարգարեին, զանգենք նրան, տեսնենք այն ինչ ասում են, մեկը ոնց ասում, բա ոնց պիտի լինի, Տերը ասում է, լսի, ես իրավիճակ եմ ստեղծել քո կյանքում, որպեսզի դու կարողանաս հաղորդակցվես իմ հետ, ես ստեղծել եմ այդ դժվարությունները, քեզ դրել եմ այն իրավիճակի մեջ, որ դու սկսես իմ երեսը փնտրել, որտեվ երբ որ քո կյանքում ամեն բան լավ է, դու կարծես թե այդպես մատերի արանքով ես նայում, շատ
կարճ քիչ ժամանակ հատկացնելով կարծես թե բավարարվում ես այսպես մակերեսորեն աստվածպաշտության այդ կերպարանքով Տերը ասում է ես սխմելու եմ քեզ, ես պարագաներ եմ ստեղծելու կյանքում, ես քեզ գցելու եմ նեղության մեջ, որ դու լինես մենակ, լրիվ մենակ, ոնց որ Հակոբներ եւ հույսը դնես ին վրա։ Այդ ժամանակով կարար Հակոբին չէ օգներ 400 մարդկանցով Եսավը գալիս է, դե արի մտածի ինչ է գալիս, ինչի է գալիս։ Տերը ասում է ես ստեղծում եմ քո կյանքում պարագաներ, որ դու կարճես ինձանից, դու կպնես ինձ, դու հույսը դնես ին վրա, ոչ թե ինչ որ մեկի, դու հիշես այն ուխտը, որ արեցիր, ես այն Աստվածն եմ, Բեթելի Աստվածը, որ հենց այն սկզբից լսեցի քո աղոթքը եւ պատասխանեցի եւ քեզ առաջնորդում եմ քո ճանապարհում, ինչի ես վհատվում, ինչի ես խառնվում իրար, ինչ ես շփոթվում, ես քո հետ եմ, ես եմ ստեղծում իրավիճակները, որպեսզի դու ինձանից ամուր կարճես, որպեսզի դու իմ երեսը փնտրես։ Եվ ես կհայտնվեմ քեզ, եւ ես կպատասխանեմ քեզ, եւ քո հոգսին կպատասխանեմ։ Ասում է չէ, ես քեզ չեմ թողել, մինչև տանեմ քեզ, հասցնեմ այն կետին, ինչի մասին որ խոսացել եմ քո հետ դեռ շատ վաղուց, բերելու եմ եւ հասցնելու եմ, ինչ ես խառնվում իրար։ Թող Տերը փառավորվի եւ երբեք այդ իրավիճակները, որ լինում են կյանքում, չլինի թե կասկած մցնի քո ներսդ, թե արդյոք ես ճիշտ ճանապարհին եմ, բա որ ես եկա Աստծո դուռը, երեխես հիվանդացավ, փողի խնդիր կա, չեմ աշխատում, սաղ հետս թարսվեցին, ոչ մեկ ինձ չի սիրում, սենց եղավ, նենց եղավ, առողջությունս գնաց, տարբեր մարդկանց կյանքում տարբեր բաներ կարա լինի եւ մարդը սկսում անգնել մտքերի մեջ, արդյոք ճիշտ ճանապարհին էր ինքը, արդյոք ես հավատքի ճանապարհը սենց պիտի լիներ, կարող է ինքը սխալ ընտրություն արել, կարող է ինչ-որ մի բան չի, եւ սատանան բերում է մտքերը, վախերը, ինքը դրա վարպետն է, որպեսզի մարդուն գցի շփոթության մեջ, ոնց որ Հակոբին։ Եվ մարդը սկսում է մտածել, արդյոք սենց էր, արդյոք նենց էր, Տերը ինձ ասեց սենց հարա լավ կլինի, բա ինչի, եւ սկսում է մարդը մարդկայնորեն, ոնց որ Հակոբ արդեն երկու խմբի էր բաժանել, եթե սրան զարկեն, մեկը կազատվի, Տերը ասում է թող այդ ամեն բաները, թող այդ մարդկային մտածմունքներդ, ես ասել եմ քեզ առաջնորդելու եմ, ես քեզ հասցնելու եմ այն կետին, որի մասին որ քո հետ խոսացել եմ, ինչ ես խառնվել իրար, ես եմ քո Տերը Բեթելի Աստվածը, ես եմ քո Աստվածը, ինչու ես շփոթված, չէ Սաղմոսի մեջ ասում է, ինչ ես իմ հոգիս շփոթված, ինձ անում Աստծուն հուսացիր, դու գիտես, որ այն Աստվածը, որ քեզի ազատեց դեռ Եսավի ձեռքից, միթե այսքան պահեց, որ քեզ նորից Եսավի ձեռքը մատնի, դրա համար թող Տերը ողորմություն անի բոլորիս, որ կյանքի պարագաները, որ այսպես կարծես թե ամեն բան հակառակ է գնում, քեզ չգցի շփոթության մեջ, վախի մեջ, կասկածանքի մեջ, դու ընթանում ես այն ճշմարիտ ուղիով, ինչի վրա որ քեզ դրել է Տերը, այն ուղու վրա որ քեզ դրել է Տերը, երբեք մի վհատվիր, մի կասկածիր, այն ինչ որ Աստված խոստացել է քո կյանքում անելույա, ուղղակի Տերը ստեղծում է պարագաներ, որպեսզի դու կարճես իրանից, որ քո հույսը լինի մենակ ինքը եւ միայն ինքը, չլինի ոչ մեկի վրա, դու հասկանաս, որ Տերն է քեզ այդ իրավիճակից հանողը, Տերն է քեզ ազատողը, Տերն է քեզ փրկողը, Տերն է քեզ բժշկողը, Տերն է քեզ պահողը քո ճանապարհի մեջ եւ կյանքում այդ պարագան գալիս է եւ դու լինում ես մենակ եւ փնտրում ես Աստծո երեսը եւ սկսում ես այդ ժամանակ արդեն փնտրել, Տեր, բա ուր ես դու։ Իսկ Տերը սպասում է քեզ, Տերը ասում է ես ոչ միտեղ չեմ գնացել, ես հենց սպասում եմ այս պահին, որ դու կանչես ինձ, թեկուզ դու վախի մեջ ես, դու շփոթված ես, դու չես հասկանում ինչ է կատարվում, պարագաները ինչի ես սենց ամեն ինչ խառնվել իրար, Տեր ուր ես դու, Տերը ասում է ես այստեղ քեզ եմ սպասում, որպեսզի հանդիպում ունենամ քո հետ, մի խառնվիր իրար, ես ամեն բան տեսնում եմ, ես ամեն բան տնօրինում եմ, ես ամեն բան կառավարում եմ, փառք Տիրոջ, հալելույա,
թող Տիրոջ անունը փառավորվի, որպեսզի յուրաքանչյուրս ոչ մի պարագայում, ինչ պարագա կուզի լինի, մենք վստահ ենք Տիրոջը, հավատանք Տիրոջը, իմանանք, որ իր ձեռքը առաջնորդում է մեզ ամեն ժամանակ, ամեն պահ, ինքը խոստացել է եւ ինքը կանի, փառք Տիրոջը, թող Տերը փառավորվի ամեն բանի մեջ, ամեն։